Ոնց օպոն ավելի բարձ ասեմ վիզերը մայիս ամսին իր ներքին այդ օդանավերի մեջ որ ամսագրեր կան առաջի էջին Հայաստանի նկարն էր ուզեմ հասկանամ կոնկրետ դրա վրա ինչքան է վճարվել որովհետև կան էական հոսակցություններ որ Հայաստանը մի քիչ ավելի դրական աչքով է նայում վիզերին օրինակ Նիկոլ Փաշինյանն ասում է վիզերը Հայաստանում ներդրում արել մի հատ կասեք ինչա ներդրում արել վիզերը Հայաստանում դրանպես low cost-երները նրանով են low cost-երը ոչ մի ներդրում չեն անում շատ ավելի լուրջ ներդրումներ կան այդ 700 միլիոնը ինքը որ ասում եք ներդրում արել մի հատ եթե կարող եք մի քիչ ավելի մանրամասնեք դրա մասին որովհետև հետաքրքիր է հա այսինքն ճանապարհները այդ ամեն ինչ դե հանեք էլի հանեք այդ ամեն ինչ որովհետև սենց ինչա մի հատ կրկին անիծված շրջան է ճանապարհը ռեմոնտ են կանում քանդվում է հետո նորից են կանում հետո էլիա քանդվում հետո էլիա քանդվում եւ զուտ մաքուր ուղակի ներդրումները որոնք գնացել են ուրեմն արտադրական միջոցների պոտենցիալի բարձրացման համար Շնորհակալություն դե ճանապարհը այդպիսի սովորություն ունի մի 6-7 տարի հետո քանդվում է պարոն Խաչատրյան կամ հիմա այդպես է ինչ որ բարբերականությամբ պետք է իրան անընդհատ վերանորոգես ցավոք սրտի հնարավոր չի մի անգամ ճանապարհը սարքես եւ մի 100 տարի ոչ մի բան չանենք իրա վրա ուղղակի ներդրումները 138.5 միլիոն դոլար են ուրեմն կազմել այդ թիվը 138.5 վիզերի մասով պարոն Խաչատրյան չկա գումար չի վճարվել եղել է հետեւյալը որ եթե մենք անենք աջակցության ծրագիր դուք պետքա բերեք մեզ այսքան տուրիստ դուք պետքա մեր համար անեք գովաստ դուք պետք է բազավորվեք Հայաստանում այս է ներդրումը բազավորել ինքնաթիռը Հայաստանում, այսինքն այսօր օրինակ բազմաթիվ ավիաընկերություններ Հայաստանում ինքնաթիռ չեն բազավորում, իրանք բազավորված են Քյոլնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում բազավորված չեն պետք է բազավորվեն Երևանում եւ պետք է նվազագույնը մեկ ուղղություն թռչի Գյումրիից սա պայման է եւ դա է պատճառը որ Հայաստան եկող գնացող բազմաթիվ ավիաընկերություններից 2-3-ը ըստ էության ռեալ կարող են դրանից օգտվել այդ թվում նաեւ ես ուրախ եմ որ մեր Հայաստանում հարկեր վճարող որոշակիորեն նաեւ հայկական այսպես ասած հետք ունեցող ավիաընկերություններ կան եւ շատ ուրախ եմ իրենց համար եւ սա է այլ այսինքն սա այդ ձեր ասածը դա այնա որ հավելյալ Հայաստանի համար պետքա մեզ պետքա ինսենտիվներ տան որը բանակցության արդյունք է եղել այսինքն դա դրական բան է